Լավ, այսօր ուրեմն վերջի Դադաստանի մասին էի խոսել, սրանից առաջ, և չէի ավարտել, և պիտի ավարտեմ այսօր։ Ելի բաստարը դրեցինք, որպեսի որոշ բաներ քարոզի ընթացքին էլի ցույց տամ։ Այսօր գիտեք չէ, մեր պաշտամունքի հետ որևէ կապ չունի։ Ֆուտբոլը որ խաղացին աշխարհի առաջնության համար որևէ կապ չունի մեր պաշտամունքի հետ, այդպես չի։ Բայց որտեղ որ խաղում էին այդ ստադիոնի մեջը, գալոր 4 կողմը լեցուն ժողովուրդ հավաքված, մեջտեղում խաղացողները և դիտում էին բոլորը։ Ժամանակին այդպես էր Հռոմի Կոլոզեումը որ կա, այդտեղ մարդիկ նստած դիտում էին և հավատացյալներին մեջտեղն էին թողնում և առյուծներին բաց էին թողնում և Պողոս առաքյալը ասում է մենք էլ որ այսչափ վկաների բազմությունը մեր բոլորտիկը բադած ունենք, մեկտի ձգենք ամեն ձանրություն և ջուրավ բաշարող մեղքը և համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, ասպարեզի ընթացքը վազում է ինչ է, Հիսուսին այինք, Հիսուսն էլ վազեց, Հիսուսին այինք, մեր փրկության առաջնորդին և գադարողին, որ այն ուրախության համար, որ իր առջև էր, խաչը հանձն արավ, ամոթը արամարեց և Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Արթմիտ բերեք զանիգա, որ այսպես համբերեց մեղավորներուն իրեն դեմ հագարակ խոսելուն, որ չլատ է մենք մեր մարմնով հոգնինք և թուլնանք։ Դագավին արյուն թափելու չափ մեղքին դեմ հագարակվելով չբادرազմեցինք։ Եվ առաքյալը ասում է մոռացաք այն հորդորանքը, որ ձեզ է լինում, թե որչագիմ դերոջը խրադը մի անարգեր, անգե հանդիմանվելով մի թուլնար, Աստված իր ամեն սիրածը գխրադե և գձեձե ամեն որդին որ գնդունի, եթե խրադի համբերեք, Աստված որպես թե որդիների հետ է վարվում մեզ հետ։ Ուրեմն ֆուտբոլը չէ, մոռացիր դա, մենք էլ մեր առջև եղած ասպարեզի ընթացքը ունենք, վազում ենք երկնային գոչումին հասնելու համար, բարգևադրություն կա, բսակ կա, Հիսուսին այինք մեր հավատքի առաջնորդին, ինչ արեցինքը, հետևենք նրա շավիղներին։ Ուրեմն 5-րդ Դադաստանի մասին էր խոսել էի բավական, էլի շարունակում եմ որոշ բաներ կան ասելիք։ Սուրբ Գիրքը խոսում է երկու վայրերի մասին, երկնքի և դժոխքի մասին, որտեղ արտարացածները և մեղավորները պիտի անցկացնեն իրենց հավիտենությունը։ Երկինքը մի վայր է, ոչ թե վիճակ։ Նոր Երուսաղեմը երկինք չէ, այլ քաղաք է երկնքում։ Հովանու առաքյալը տեսավ և ասում է, թե այն աստուծում է երկինքեն գիշներ վար։ Եթե գարտում ենք հայտնության
21-րդ գլուխը եւ 2-րդ համարը Եվ նոր Երուսաղեմը տեսա, որ երկինքեն աստուծմե գիչներ, իր էրգանը համար զարդարված, հարսի մվես պատրաստված։ Երկինքը վայր է, որ ասեց Հիսուս իր աշակերտներին, գերտամ և դեղ կպատրաստեմ ձեզ համար։ Հովանու 14 և 2-րդ համարը։ Քաղաքը Երուսաղեմը կար ինքը, բայց հավատացյալների դեղը պատրաստ չէր։ Երուսաղեմը պատրաստ չէր, երբ Տեր Հիսուս երկրի վրա էր։ Նա վեր գնալով պատրաստեց, կամ պատրաստ պիտի լինի նախքան եկեղեցին հափշտակվելը, որովհետև այն բնակարանն է հարսին կամ գառնուկի գնոջը։ 21-9 համարը այսպես են կարդում և 7 վերջի հարվածներով լեցուն 7 հրեշտակների մեկը ինձի եկավ ու ինձի հետ խոսեցավ ու ըսավ. Եկուր ցուցունեմ քեզի հարսը, գառնուկի գինը, և հոգիով մեծ ու բարձր լերան վրա դարավ զիս, և ցուցուց ինձի Սուրբ Երուսաղեմ քաղաքը, որ երկինքեն աստուծմե գիչներ։ Ինչ նկատեցինք մենք, եկուր քեզի ցույց տամ, ասեց հրեշտակը, հարսը, գառնուկի գինը, և փոխանակ գառնուկի հարսը գինը ցույց տալու քաղաքը ցույց տվեց։ Երուսաղեմ քաղաքը, որովհետև այն բնակեցված էր, Երուսաղեմ քաղաքը բնակեցված էր գառնուկի հարսով։ Հիսուս ասեց, իմ հորս տունը շատ բնակարաններ կան, բայց կերտամ ձեզ համար տեղ կպատրաստեմ։ Հորը տունը շատ բնակարաններ կար։ Հիսուս գնաց պատրաստելու համար, մինչև որ գառնուկի հարսը հարություն առնի և հափշտակվի երկինք։ Մատթեոս Ավետարանի 20-րդ գլխի 23 համարի մեջ մենք կարդում ենք, որ երկու եղբայրների մայրը եկավ և Հիսուսին ասեց, ասա, որ իմ տղաներիցս մեկը քու թագավորությանդ մեջ մեկը աջ կողմը նստի, մյուսը ձախ կողմը նստի, և Հիսուս ասեց, չեք հասկանում, թե ինչ եք խնդրում։ Դա իմ հորս գործն է ասեց, ում համար որ պատրաստված է, այն դեղերը գրավելու, նրանց նախորոք հայրը պատրաստում է։ Ուրեմն գնաց դեղերը պատրաստելու։ Յուրաքանչյուր հավատացյալը իր դեղը բնակարանը ունի Աստծո մեծ տանը մեջ։ Աբրահամի համար կարդում ենք Եբրայեցիս 10-րդ գլուխ 10 համարի մեջ։ Ինքը կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որու ջարդարապետը ու արարիչը Աստված է։ Եբրայեցիս 12 գլուխը։ Աբրահամը ինքը վրանաբնակ մարդ էր, հարուստ էր ինքը կարող էր իրեն համար բալատներ սարքել, գառուցել, դրամ շատ ուներ մարդը, բայց վրանների մեջ էր ապրում։ Ժողովող գրքի մեջ
Արագած 8-րդ գլուխ 30 համարի մեջ գրված է Հիսուսի համար, որ ես հորը քով ջարդարաբեդ էի։ Եվ ոմանք ասում են Հիսուս ստեղծվեց հետո Աստծո կողմից որպես ջարդարաբեդ, բայց այստեղ առաքյալ ասում է այդ ջարդարաբեդը Աստված էր։ Հիսուս Քրիստոս Աստված էր։ Ուրեմն այդ հիմերով հաստատված քաղաքի ջարդարաբեդը, հիմնադիրը, գծագրողը, կառուցողը Աստված է, երկնային բնակարանը։ Պողոս առաքյալը ասում է մենք մնայուն քաղաք չունենք, հապա հանդերձյալն ենք փնտրում։ Եբրայեցիս 13:14-ը մենք մնայուն քաղաք չունենք, վասնզի հոս մնայուն քաղաք չունենք, հապա հանդերձյալն ենք փնտրում։ Այստեղ հիմնական քաղաք չունենք, որ մենք պալատներ սարքենք մեզ համար, եթե կարող ենք։ Մնայուն քաղաք չունենք, հանդերձյալն ենք փնտրում։ Ինչպես Աբրահամը հանդերձյալն էր փնտրում ինքը։ Սուրբ Գիրքը մեզ հայտնում է 3 երկինքների մասին։ Թեև մարդիկ կան, որ մի քանի երկինքներ են ասում, 7 երկինք չգիտես քանի, բայց Սուրբ Գիրքը մեզ հայտնում է 3 երկինքներ։ Առաջինը մթնոլորտի երկինքը, որտեղից Աստված մեզ համար անձրևներ է տալիս, Գործարակելոց 14-17 համարն է։ Երկրորդը աստղային երկինքը, որտեղ չար ուժերն են բնակվում։ Եփեսացիս 6:12։ Երրորդ երկինքը, որտեղ Աստված է բնակվում, սա երրորդ երկինքն է, կամ դրախտ կոչված տեղն է։ Ուրեմն դրախտը երրորդ երկինքի մաս է կազմում, որտեղ բնակվում են արտարները։ Երբ որ հավատացյալները մեռնում են, իրենց անձի եւ ոգին գնում է դրախտը։ Եսայի 66 առաջի համարի մեջ Աստված ասում է. երկինք իմ աթոռս է, երգիրը ոտքերից պատվանդանը։ Երրորդ երկինքը Մատթեոս 6:9-ի մեջ աշակերտները ասին մեզ վարդապետ աղոտ կանել սորվեցուր եւ Հիսուս այսպես ասեց. ով հայր մեր, որ երկինքն ես, Աստված երկինքն է, իր աթոռը երկնքում է, իր ոտքերի պատվանդանը երգիրն է։ Մի խոսքով ասված ամեն ուրեք է։ Ով հայր մեր, որ երկինքն ես, մենք երկրի վրա ենք, դու մեր վրա ես, Աստված մեր վրա է, մեր իշխողն է, բայց հիմա մենք չենք տեսնում, որ երկրի վրա Աստված իշխի։ Բայց Հիսուսը փառքով ու պատվով վսակված տեսանք մենք։ Այսպես մենք պետք է զանազանենք երկինքը, դրախտը եւ նոր Երուսաղեմը։ Երկինքը, դրախտը եւ նոր Երուսաղեմը։ Ինչ որ գրված է հայտնության գրքի մեջ նոր Երուսաղեմի մասին, այն դեռ վերաբերվում է ապագային եւ պիտի չկատարվի, մինչեւ եկեղեցու հապշտակությունը լինի եւ մերելների հարությունը լինի։ Հետո եկեղեցին պիտի գնա նոր Երուսաղեմ։ Մինչ հատ Տերը կպատրաստի։ Երկինքը մեր հորը դումն է, այն ունի շատ բնակարաններ,
այնտեղ գնալը պիտի լինի շատ հաճելի, փափակելի։ Շատ մարդիկ ապրում են մահվան վախով եւ չեն կարողանում մտածել երկնքի մասին։ Բայց մենք, որ գիտենք երկինքը մեր հավիտենական տունն է եւ պատրաստված է այն միայն դուրն է բացում, որովհետեւ գնանք երկրից դեպի փառքը երկնային։ Ուրեմն մահը միայն միջոցն է, դուրն է բացում, որովհետեւ մենք փոխադրվենք այս կյանքից մյուս կյանքը։ Եվ մարդիկ մահվան վախով բռնված չեն մտածում երկինք գնալու մասին, բայց մենք վախենում ենք, ոչ, որովհետև մենք գիտենք, թե Քրիստոս մեռավ եւ երրորդ օրը հարություն արավ, մահը խափանվեց եւ ամահություն եւ կյանքը բերավ ավետարանով։ Եբրայեցիս 2-րդ գլուխ 15 համարի մեջ գրված է, որովհետև զավակները մարմինին եւ արյունին հաղորդ եղան, ինքն էլ նմանապես նրանց բաժանորդ եղավ, որովհետև իր մահովը փչացնե զանիգա, որ մահվան իշխանությունը ունի, այսինքն է սատանան, եւ ազատե զանոնք, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ կապրին։ Մարդիկ մահվան վախով միշտ ծառայության մեջ են ապրում։ Բայց մենք չենք վախենում։ Վախենում ենք մահից, չենք վախենում, որովհետև մեր փրկության առաջնորդը մերելներից հարություն արավ։ Ֆիլիպպեցիս առաջին գլխի 21 համարի մեջ այսպես է գրված, Ֆիլիպպեցիս առաջին գլուխ 21 համարի մեջ։ Բողոս Արաքյալն է ասում է, իմ մարմինից մեջ պիտի փառավորվի Քրիստոսը ապրելով թե մեռնելով, վասզի ինձ համար ապրիլը Քրիստոս է ու մեռնիլը օգուտ։ Ապրիլը Քրիստոս է, մեռնիլը օգուտ։ Մեզ համար մեռնիլը օգուտ է։ Ապրիլը Քրիստոս, մեռնիլը օգուտ։ Մի ուրիշ համար գարտամ 2-րդ Կորինթացիս 5-րդ գլխի մեջ Արաքյալն է ասում. Ուստի ամենադեմ վստահություն ունենք եւ գիտենք, թե որչափ մարմնի մեջ կգենանք, դերոճմե հերու ենք։ Վասնզի հավատքով կքալենք ու ոչ թե երևույթով։ Ուստի վստահություն ունենք եւ ավելի գուզենք մարմինեն հերանալ ու դերոջը քով գնալ։ Ուստի վստահություն ունենք եւ ավելի գուզենք մարմինեն հերանալ, ինչ է նշանակում, մեռնել, չէ, մարմինեն հերանալ։ Վասնզի մենք որ այս վրանի դակ ենք, հարաճում ենք, ծանրություն ենք քաշում, բայց չենք ուզում մեր վրայից հանել։ Հաբա անիկա աստոր վրային հակտիլ, որովհետեւ մահկանացությունը ընկերմի կյանքեն։ Մահկանացությունը չի ընկերմի կյանքից։ Անգարելի է, որ մարմին եւ արյուն հավիտենական կյանքը ժառանգի։ Եվ Հովանու Արաքյալ իր թղթի մեջ է ասում է, երբ նրան տեսնենք, նրա պես պիտի լինենք, ինչպես որ է ինքը։ Ուրեմն մեռնելը սարսափելի բան չի մեզ համար, ուրախալի բան է, մենք այս տարավալից կյանքից մարմնից ազատագրվում ենք։
Եվ Քրիստոս հենց դրա համար է գա, որովհետեւ ամբողջացնի մեր փրկությունը երկրորդ անգամ։ Դրա համար պիտի գա։ Եթե մեկը բայց դուք հոգիով եք ասում է առաքյալը, եթե Աստծո հոգին ձեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ, իսկ եթե Քրիստոսը մերելներից հարուցանողի հոգին ձեր մեջ է, ալ անիկա, որ Քրիստոսը մերելներին հարուց, պիտի գենտանացնե ձեր մահկանացու մարմինները իր հոգիով, որ ձեր մեջ է, ուրեմն վախենալու բան չունենք մենք։ Հասկանում ես դու։ Չես հասկանում, բայց լսի։ Երբ Տեր Հիսուս վերադառնա, երկու աստիճանով պիտի լինի նրա գալը։ Առաջինը նա պիտի իջնե մեր մթնոլորտը երկրի մթնոլորտը երկրի եւ իրեն հետ պիտի բերե դրախտի մեջ եղող հոգիները։ Երբ Աստծո փողը հնչվի, ազդարարության հրամանով դերոջը հրեշտակի հնչելովը, դերը երկինքի մեջից օդի մեջ պիտի իջնի, բայց երրորդ դրախտի մեջ եղող հոգիները, որոնք սպասում էին այնտեղ, նրա հետ միասին պիտի գան։ Ինքը օդի մեջ պիտի մնա դերը, բայց արդարների հոգիները պիտի շարունակեն դեպի վար, առնելու իրենց մարմինները գերեզմանից։ Գերեզմանի մեջից բամը չունենք առնելու, այնտեղ նեղած, պտած, հողդարձած բաներ են, բայց ինչու համար գերեզման պիտի իջնի։ Սա մի օրենք է Աստծո կողմից, որ հաստատված է, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնի, կամ որևէ մի բույսի սերմը հողի մեջ ընկնի, այնտեղ հողի մեջ կմեռնի ինքը, նույն դեղից ինքը ծիլ կդա, բույս կդառնա, ծառ կդառնա դարձյալ։ Ուրեմն սա մի օրենք է անխախտ Աստծո կողմից հիմնված, որտեղ որ մեռավ, այնտեղից պիտի կենդանանա, այնտեղից առնելու բան չունի, այնտեղից իր մարմինը պիտի ստանա ու վեր բարձրանա։ Դրա համար առաքյալ ասում է, որ մենք ննջեցյալներից առաջ պիտի չանցնենք, առաջ ննջեցյալները պիտի իջնեն, իրենց մարմինները պիտի ստանան, մենք էլ որ ողջ ենք, նրանց հետ մեկտեղ պիտի փոխվենք մեկ ակնթարթի մեջ եւ դերոջի առջեւ պիտի բարձրանանք։ Այդ հանդիպման վայրեն մենք պիտի գնանք Քրիստոսի ադյանը, երբ որ մերելները հարություն առնեն, եւ մենք, եթե ողջ ենք այդ ժամանակ փոխվենք մեկ ակնթարթի մեջ, պիտի ելնենք Տերոջի առջև, դերը պիտի դիմավորենք, որից հետո մենք պիտի գնանք Քրիստոսի ադյանը։ Այստեղ պատկերի մեջ ցույց տամ ձեզի Գերեզմանն է սա, այսպես, գերեզմանը, նախ մերելները գերեզմանից, Քրիստոսով ննջողները առաջ հարություն պիտի առնեն և ողջ եղողները պիտի միանան իրենց, պիտի բարձրանան դերոջի առջև, օդի մեջ Քրիստոսին պիտի հանդիպեն այստեղ և պիտի գնան
Դադաստանի աթորը, որի մասին երկար քանի անգամներ խոսեցինք, չէ, մեր գործերի, մեր կյանքի քննությունները պիտի լինի այստեղ։ Որից հետո պիտի գնանք հարսանիքի սրահը, դա պիտի դեպի 7 տարի։ Այդ 7 տարվա մեջ նեղության 7 տարիները պիտի լինի երկրի վրա։ Այնտեղից մենք պիտի գնանք երկնքի հարսանյաց սրահը, Փեսայի բարեկամների եւ հրեշտակների խմբին միանալով, որպես եկեղեցին Քրիստոսի հարսը միանալով երկնային Փեսային եւ արարողությունը պիտի սկսի հարսանյաց։ Գլխավոր կազմակերպողը Հայր Աստվածը պիտի լինի։ Մատթեոս 22 եւ երկրորդ համարի մեջ գրված է. Թագավոր մի մարդ իր որդու համար հարսանիք արեց։ Այդ դարակը վերաբերվում է Աստծուն, թագավոր մարդը Աստված է, իր որդին Հիսուս Քրիստոսը։ Նրա համար մի հարսանիք կազմակերպեց։ Հարսը երկրից հավաքեց Սուրբ Հոգիի միջոցով։ Երանին նրանց որ կհասնեն այնտեղ։ Հարսանիքից հետո հարսը պիտի զբաղեցնի իր նոր բնակարանը, նոր Երուսաղեմը։ Այս բոլորը նկարագրված է Հայտնության 21 եւ 22 գլուխների մեջ։ Սա իր գալստյան առաջին աստիճանն է, հաջորդը երկրորդ աստիճանն է, առաջ եկեղեցի համար եկավ, մերելների հարություն, ապշտակություն, այդ գործողությունը կատարվեց, եւ երկրորդ անգամ եկեղեցի հետ միասին երկիր պիտի գա, Զիտենյաց դերան վրա։ Իր գալստյան երկրորդ աստիճանը, երբ Քրիստոս վերադառնա երկիր, նա պիտի թագավորե 1000 տարի, որպես թագավոր։ Նա պիտի բերե հարսը եկեղեցին իրեն հետ։ Դա պիտի լինի հանիմունը, չէ՞։ Մեղրամիսը պիտի լինի, հարսանիքից հետո Քրիստոս պիտի իջնի երկրի վրա եկեղեցի հետ միասին, դա պիտի լինի հանիմունը։ Եվ մենք պիտի թագավորենք Քրիստոսի հետ 1000 տարի երկրի վրա։ Ինչպես որ գրված է 1000 տարին մեկ օրվա պես է, այդ հազարամյա ընթացքին այդ հանիմունը մեկ օրվա պես պիտի լինի, այնքան քաղցր պիտի լինի դա, որ մեկ օրվա պես պիտի անցնի։ Երբ Քրիստոս եկեղեցի հետ իջնի երկրի վրա, սատանան պիտի կապվի անդունդի մեջ։ Սատանան պիտի կապվի եւ անդունդի մեջ պիտի ցկվի, 1000 տարի պիտի բախվի այստեղ, որովհետեւ հազարամյայի ընթացքում սատանա չլինի։ Որոշ ամփոփենք ինչ որ խոսեցինք, հաջորդականությունը 1000 տարի Քրիստոս թագավորելուց հետո իր թագավորության շրջանը ավարտվելու է 1000 տարով։ Այս է որ բազում անգամներ խոսել ենք այդ մասին, Աստծո թագավորությունը եւ երկինքի թագավորությունը տարբեր են։
Եվ մարդիկ կան, երբեմն լսում ենք, որ ասում են, որ այդպես ասո թակավորությունը, երկինքի թակավորությունը, բայց չեն ջոգում իրենք, թե ինչ է տարբերությունը դրա։ Ուրեմն ասո թակավորությունը դիեզերական է։ Բոլոր բանական էակների վրա, հավիդենության վրա, դժողքի վրա։ Բայց երկինքի թակավորությունը մեսիայական թակավորությունն է երկրի վրա, որի շրջանը հազարամյա շրջանն է, 1000 տարով վերջանում է, Աստծո թակավորությունը անվերջ է, երկինքի թակավորությունը վերջ ունի։ Քրիստոս 1000 տարի թակավորելուց հետո այդ թակավորության շրջանը պիտի ավարտվի։ Թակավորությունը հանձնելու է հորը, հորը պիտի հանձնի թակավորությունը։ Ուրեմն ուրիշ առիթով էլի խոսել եմ ձեզի, Քրիստոսի նպատակը, առաքելությունը ինչի համար աշխարհ եկավ ինքը։ Հիմնական 3 բաների համար։ Մեր փրկությունը ապահովելու համար, սատանայի գործերը քանդելու համար եւ Աստծո թակավորությունը սատանայի ձեռքից խլելով, հաղթելով թակավորությունը փոխանցել է հորը, որովհետեւ ամեն բանի մեջ Աստված լինի ամեն բանի մեջ։ Այն ժամանակ իր մարդկային առաքելությունը կվերջանա եւ ինքը հորը հետ միասին որպես Աստված կթակավորի Հավիդյանը Սավիդենից։ Քրիստոս եկեղեցու հետ վերադառնում է նոր Երուսաղեմ, թակավորությունը հորը հանձնելուց հետո, վերադառնում է նոր Երուսաղեմ, իր քաղաքը, Արսի հետ միասին։ Այդ ընթացքում սատանան արձակվում է բանդից արձակվում է այստեղ, հազարամյան է սա, հազարամյայից հետո սատանան արձակվում է և գոքը ու մակոքը հավաքում է, զորքը, երկնային զորքը, Ռովսի, Մոսոքի, Թոբելի իշխանը, որի թիվը ծովի ավազի չափ շատ է և պիտի արշավեն դեպի Երուսաղեմ։ Այն ժամանակ վերջ պիտի դրվի այլևս, վերևից կրակ պիտի իջնի և բոլորը պիտի սպարվի, և սատանան դարձյալ այս անգամ ոչ թե անդունդը ձծումբով այրվող լճի մեջ պիտի նետվի, որտեղ էր Հագաքրիստոսը և սուտ մարգարեն, և պիտի մնան Հավիդյանը Սավիդենից այնտեղ։ Մինչ երկիրը գրակով այրվելը, երկրի վրա մնացած արդարները, հազարամյայի ընթացքում որոշ արդարներ ննջեցին սրանք, որոշ չափով դեր մնացին երկրի վրա, Աստված սրանց պիտի դեղափոխի, ինչպես որ ժամանակին Նոյի ժամանակ ջրեղեղից տեղափոխեց դաբանի միջոցով, ինչ որ ձևով Աստված պիտի դեղափոխի նրանց էլ երկինք։ Նախքան երկիրը գրակով այրվելը և ինչպես որ Սոդոմ Գոմորը այրելուց առաջ Ղովդը և իր ընտանիքին դուրս հանեց և ինչպես պիտի լինի, ինչպես որ եկեղեցին նախքան նեղության շրջանը սկսելը, եկեղեցին պիտի ապշտակվի, եկեղեցին չի մտնելու նեղության շրջանը։ Նախքան նեղությունը Աստված նպատակ չունի եկեղեցին նեղության շրջանի մեջ պահել, պիտի ապշտակվի երկինք, մերելների հարություն պիտի լինի և պիտի գնան երկինք,
հետո նեղության շրջանը պիտի սկսի։ Այնպես էլ երկրի վրա մնացած արդարները եւ դա առանձին շրջան է, երկրի վրա մնացած եկեղեցի շրջանը, նեղության շրջանը, հազարամյա շրջանը, սրանք տարբեր շրջաններ են ասեցինք, չէ՞։ Աստծո վարվելագերբը տարբեր է այնտեղ մնակվող ժողովրդի հետ։ Ուրեմն երկրի վրա մնացածները, արդարները ուրիշ տեսակի պատկանող ժողովուրդ են։ Ուրեմն նրանց պիտի տեղափոխի երկինք։ Որից հետո երկիրը այրելու է գրագով, երբ նրանց տեղափոխի երկինք, հազարամյայի արդարները տեղափոխի երկինք, երկիրը գրագով պիտի այրի։ Եվ Պետրոս Արաքյալն է ասում, առաջվան երկիրը ջրեղեղով կործանվեց, առաջվա երկիրն է ջրեղեղով կործանվեց եւ դարձյալ երկիրը բաղված է գրագի համար, ասում է դարձյալ։ Առաջի անգամ ջրեղեղով կործանվեց, 3 մասի է բաժանում Սուրբ Գիրքը, առաջվան աշխարհը, ներկա աշխարհը եւ գալիք աշխարհը։ Երբ Նոյի ջրեղեղը եղավ, Աստված խոստացավ այլևս ջրեղեղով չբաշխել մարդկությունը։ Դրա համար այս անգամ գրագով պիտի այրի, ամբողջ երկրագնդի մագերեսը գրագով պիտի այրվի, ամեն բան։ Որից հետո գրագով այրվելուց հետո Ջերմագաթորի դաստանը, որտեղ որ գրքերը պիտի բացվեն եւ այստեղ բոլոր հավաքվածները մերած մեղավորներն են, գրքերը պիտի բացվեն, իրենց գործերը ինչպես որ արձանագրված է, հրեշտակները արձանագրել են, ամեն բան իրենց գործերի համար պիտի դատվեն եւ պիտի իշտեն ծծումբով արած կրակի լիճը այստեղ։ Նաև մենք կարդում ենք այստեղ ուրիշ գիրք մնել բացվեց, կենաց գիրքը, եւ ով որ կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, ծծումբով այրվող կրակի լիճը ձգվեց։ Ուրեմն ոմանց անունները կենաց գրքի մեջ պիտի գտնվեն։ Ում անունները հազարամյայի ընթացքում մեռնողները նրանց հետ միասին պիտի հարություն առնեն եւ այստեղ Ջերմագաթորի առջև պիտի ներկայանան հազարամյայի ժողովուրդը եւ քանի որ իրենց անունները պիտի լինի կենաց գրքի մեջ, սրանք պիտի փրկվեն որոշ մարդիկ։ Ըստ հաջորդականությամբ մենք տեսնում ենք հաջորդը նոր երկինք, նոր երկիրն է։ Նոր երկինք, նոր երկիր, նոր Երուսաղեմը։ Նոր երկինք, հավիտենությունը։ Այս դարաշրջանները 7-րդ դարաշրջանն է հազարամյան, 8-րդ դարաշրջանը հավիտենություն է ներկայացնում։ Աստված ամեն բանի մեջ։ Այստեղ Եփեսացիս թղթի մեջ առաջին գլուխ լավ չի երևում, ժամանակների լրանալուն, այստեղ է լրանում այդ ժամանակը, ժամանակների լրանալուն դնդեսության մեջ ամեն բան պիտի բովանդակ է, ինչ որ գա երկինքը, ինչ որ գա երկրի վրա։ Աստված ժողովուրդ ունի, մի մասը երկնքում, մի մասը երկրի վրա։ Երբ ժամանակները ավարտվեն,
Սրանք են ժամանակները։ Երբ ավարտվի, ամեն բան պիտի բովանդակի, մեկ ընտանիք պիտի լինի, մեկ ժողովուրդ, մեկ Աստված, մեկ կյանք։ Մեղավորների վերջի գայանը, դժոխք, արդարները հարություն պիտի առնեն Քրիստոսի երկրորդ գալստյան, բայց մեղավորները հարություն պիտի չառնեն մինչև 1000 տարին լրանա։ Ուրեմն արդարները հազարամյայից առաջ հարություն պիտի առնեն, որպեսզի վայելեն, բայց մեղավորները հազարամյան ավարտելուց հետո պիտի հարություն առնեն, ջերմագաթորի առջև պիտի գնան։ Ըստ հաջորդականությամբ։ Արդարների հարությունը գոչվում է կյանքի հարություն եւ մեղավորներինը դադարության հարություն։ Հովաննու 5-րդ գլուխ 28-29 համարը այդպես է գրված. Ինչպես արդարները, նույնպես մեղավորները, երբ հարություն առնեն, պիտի դատվեն, բայց ոչ թե ադյանի առջև, այլ ջերմագաթորի առջև։ Դատավորը նույնն է լինելու, բայց դատաստանը, դատարանը տարբեր։ Նրանք չեն դատվելու որոշելու համար իրավունք ունեն հավիտենական կյանքի համար, թե ոչ, որովհետև նրանց ապագան արդեն որոշված է։ Բայց որոշելու համար բաժի աստիճան նրանց դատավճիռը անփոփոխ է գրագի լիճը, որ է երկրորդ մահը։ Երկրորդ մահը արդարների հարությունից հետո նրանց համար ասվում է, թե նրանք այլևս չեն կարող մեռնել։ Ղուկաս 20-րդ գլուխ 36 համարը։ Նրանք հարության որդիներ են, նրանք չեն կարող մեռնել։ Արդարները, որ հարություն արան, էլ չեն կարող մեռնել։ Բայց մեղավորների հարությունեն և դատվելուց հետո ասվում է, որ նրանք նորեն պիտի մեռնեն։ Հավատացյալների համար մահ չկա, բայց մեղավորները նրանք հարություն պիտի առնեն, պիտի դատվեն ջերմագաթորի առջև, բայց նորից պիտի մեռնեն նրանք։ Բոլոր մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, թե արդար, թե մեղավոր։ Բոլոր մարդկանց սահմանված է Աստծո կողմից մեկ անգամ մեռնել եւ մենք մեռնում ենք։ Նույնիսկ նրանք, որ պիտի հափշտակվեն մեկ ակնթարթում, էլի փոփոխություն պիտի գրեն։ Բայց Աստված երկրորդ մահ չի սահմանել։ Երկրորդ մահը հավատացյալ անհավատները իրենց վրա են հրավիրում։ Իրենք են ընտրում երկրորդ մահը։ Քանի որ Քրիստոսին չեն հավատալու, նրանք ենթակա են երկրորդ մահվան։ Ուրեմն դուք գիտեք, որ ինչ բան էր երկրորդ մահը։ Ինչ էր մահը։ Մարդու անձը հոգին անջատում է մարմնից։ Երբ մարդը մեռնում է, մարմինը անջատվում է հոգուց։ Հետո երբ ջերմագաթորի առջև պիտի բարձրանան, նոր մարմին պիտի առնեն, դատվելով պիտի գնան ձգուփով այրվող գրագի լիճը դարձյալ, այստեղ եւ իրենց հարություն արած մարմինը պիտի այրվի, քանի որ գրակներին չի կարող դիմանալ։ Եվ հոգին եւ ինքնագիտակցությունը մարդուն, որը չի ազդվում գրագից, հավիտյանս հավիտենից պիտի մնա այնտեղ։
գրագի լիճը այդ է երկրորդ մահը Մեղավորների դատաստանից հետո գնալու են գրագի լիճը դա իրենց կյանքի երրորդ հանգրվանն է Այս բացատրությունը ցույց է տալիս մեզ, որ գրագի լիճը նյութական գրագի լիճ է, որտեղ որ գրագը չի մարում եւ որտը չի մերնում այնտեղ եւ Ադամի գրջդոց կա այնտեղ եւ սա համապատասխանում է Տեր Հիսուս Քրիստոսի սովորացրած վարդապետության Ուրեմն այսպիսով մենք տեսնում ենք, որ մեղավորները չեն ոչնչանում եւ ոչ էլ նրանք հետագային վերահաստատվում են բայց նրանք պիտի շարունակեն հավիտենությունը անմարմին գրագի լճի մեջ հավիտյանս հավիտենից Այսքանը արագ որքան որ կարողացա հասցնել որովհետեւ որոշ ճշտ ենք նկարի վրա Տերը օրհնի ամենս էլ ամեն